որպեսզի այդ չհնչի հարցը դե ում ընտրենք ում չընտրենք, այս մանավանդ այսօրվա բանավեճի առաջին հարցի վերաբերյալ կուսակցությունների պատասխանը լյուստրացիա է։ Հիմա ուզում եմ ես ձեր հետ միասին լյուստրացիա անել։ Առնվազն մեկ հարցի կապակցությամբ։ Ո՞րն է այդ հարցը։ Լսենք։ Հարգել ժամանակը եւ այսպես Շնորհակալություն, այժմ կհնչեցնեմ առաջին հարցը։ Դուք գիտեք, որ 2025 թվականի օգոստոսին նախ ստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, գալով իշխանության։ Ինչ եք պատրաստվում անել։ Ստորագրել այն, չեղարկել, վերաբանակցել կամ ձեր տարբերակը։ Քննարկումը սկսում ենք առաջին համարից, պարոն Բաբայան, խնդրեմ 1 րոպեն կտեսնեք ձեր էկրաններին։ Տեսեք, սա շատ ֆունդամենտալ հարց է։ Մարդիկ ոնց են վերաբերվում այդ օգոստոսի 8-ի նախաստորագրած փաստաթղթին, նախաստորագրած, որտեղ Թրամփը ընդամենը վկա է, որտեղ ինքը դրա դիմաց դալալության դիմաց ստանում է Զանգեզուրի միջանցք, որից Հայաստանին ոչ մի բան չի հասնում։ Բացարձակապես այլ երկու թուրքական պետություններ միանում են իրար։ Պլյուս Ամերիկան ստանում է երկու մուտք Իրանի դեմ պատերազմի հարցում։ Հնարավորություն երկու մուտքի։ Պատկերացրեք, որին Իրանը ասելա չի լինի։ Կխառնեմ ձեզ հողի հետ ընդեր մտակ։ Դա մանավանդ ասում, այս նախաստորագրած թղթի կտորը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի ապագայի համար։ Եվ դրա իրագործումը մեր վերջն է։ Հիմա տեսնենք 17 ավելի 18 քաղաքական ուժ ինչ են ասում դրա մասին։ Սա ինչ որ չափով լյուստրացիա է։ Գնանք առաջ։ Շնորհակալություն։ Նախ կուզենայի կոչ անել գործընկերներին, որ ի տարբերություն երեկվա բանավեճի, այսօր տեղի ունենա քաղաքակիրթ ավելի բանավեճ, որովհետև քաղաքացիների այդ շփումներից դա ենք լսում։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, բնականաբար Հայաստանը պետք է գնա խաղաղության, բայց այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, պետք է լինի իրական խաղաղություն, այլ ոչ թե խաղաղություն միակողմանի, երբ որ մենք ինչ որ բան լսենք, թե ինչ են մեր դիմացը կանգնածները, հա, ադրբեջանական կողմը ասում, մենք ձեն չհանենք, բայց դա կոչվի խաղաղություն, կամ իրենք առաջ կան, մենք էլ ձեն չհանենք։ Այսինքն մենք պետք է գնանք իրական խաղաղության, իրական բանակցությունների շնորհիվ, իսկ դրա համար պետք է ունենանք ուժեղ հասարակություն, ուժեղ տնտեսություն եւ ամենակարևորը անվտանգ պետություն։ Դրա համար մեր քարոզարշավում օգտագործած հիմնական թեզը անվտանգությունն է եւ մենք կարծում ենք, մեզ պետք է առաջին հերթին անվտանգ Հայաստան։ Ես ճիշտ ասած պատասխանը չլսեցի։ Առնվազն գոնե կարող ենք ասել, որ այո, չէր, հա։ Ամենակում, եթե ես ասեմ ինքը համաձայն է, կասեմ դուք սուտ եք ասում, այդպես բան ինքը չի ասել։ Հետևաբար, ես դա չեմ կարող ասել։ Առնվազն չասեց այո։ Գնանք տեսնենք նա ասած ինչ ասում։ Շնորհակալություն, բոլորին դեմ եմ, ժողովրդավարական կուսակցություն Հովսեփ Ղազարյան։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը ունի անվտանգության ծրագիր եւ բոլոր մեր օրակարգը կոնկրետ է, 3 ծրագրային կետ են եւ բոլոր 3 ծրագրային կետերը վերաբերվում են ընտրական process-ներին եւ առողջ քաղաքական համակարգ ձևավորելուն։ Այս դահլիճում հավաքված բոլոր ուժերը կարող են տարբեր կերպ մեկնաբանել, թե ինչ են անելու այդ պայմանագրի հետ, բայց երբ չկա պատասխանատու եւ բոլոր մեր օրակարգը կոնկրետ է, 3 ծրագրային կետ են եւ բոլոր 3 ծրագրային կետերը վերաբերվում են ընտրական process-ներին եւ առողջ քաղաքական համակարգ ձևավորելուն։ Այս դահլիճում հավաքված բոլոր ուժերը կարող են տարբեր կերպ մեկնաբանել, թե ինչ են անելու այդ պայմանագրի հետ, բայց երբ չկա պատասխանատու կարող են ուղղակի այստեղ տալ ու վաղը դրա մասին մոռանալ։ Ուստի դրա համար բոլորին դեմ եմ, որտեղգրել է 100-օրյա օրակարգը, որի արդյունքում պետք է քաղաքական դաշտը մաքրենք անպատասխանատու քաղաքական ուժեր մոռանալ։ Ուստի դրա համար բոլորին դեմ եմ, որտեղգրել է 100-օրյա օրակարգը, որի արդյունքում պետք է քաղաքական դաշտը մաքրենք անպատասխանատու քաղաքական ուժերից, որոնք գալիս են ցանկացած խոստում պատրաստ են մի քանի ձայն ստանալու համար տալ, չգիտեմ, հարբած վարորդներին վարորդական իրավունքը վերականգնելուց մինչև 300,000, 1 միլիոն աշխատատեղ ու նմանատիպ այլ բաներ։ Շնորհակալություն։ Մի խոսքով ասած, մենք դες բան չենք քննարկում, մենք ուղղակի համակարգն ենք ուզում փոխենք, որ մարդիկ կարողանան ճիշտ ընտրություն կատարել։ Դե իրանք սկզբանն էլ հայտարարել են, իրանք ոչ մի ծրագիր չունեն, բացի նոր ընտրություններից։ Տեսնենք երրորդը։ Մեր մյուս հյուրը ուժեղ Հայաստան դաշին Կարեն Վարդևանյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, ի տարբերություն օրվա իշխանությունների, մենք չենք սկսելու սեփական զրոյական կետից։ Մենք հարգելու ենք Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները։ Ինչ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները
Հայաստանի Հանրապետությունը ոչ մի պարտավորություն չի ստացել, պարոն Վարդեվանյան։ Ուղղակի կարծեմ սահմանադրական գետ է։ Այդ ինչ պարտավորություն է ստանձնել Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ ստանձնել է Նիկոլ Փաշինյանն։ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի ստանձնել։ Լսենք շարունակությունը։ Ինչքան էլ որ դրանք հաճախ լինեն հարկադրված։ Միաժամանակ մենք պատկերացնում ենք, որ այն բովանդակությունը, որը առկա է 2025 թվականի օգոստոսի 11-ի փաստաթղթում, ըստ էության ողջամիտ է, բայց այն իրենից ենթադրում է երաշխավորների անհրաժեշտություն, որը նաև կներկայացնենք հենց բանավեճի շրջանակներում։ Մի խոսքով, իրենք Նիկոլի հետ, Նիկոլի խոստումների հետ ոչ մի խնդիր չունեն։ Իրանց ընդամենը երաշխիքներ է պետք։ Ես ձեզ ասեմ ինչու։ Որովհետև այս միջանցքի մեջ փայատերը նաև շահագրգիռ կողմը Ռուսաստանը եւ այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը արել առայսօր, արել է հենց Պուտինի թույլտվությամբ, հետեւաբար այն ինչ որ եղել է, իրանք ոչ մի խնդիր չունեն դրա հետ։ Լավն է դες իլյուստրացիա։ Մենք դեռ ունենք։ Սա իրանց ուժեղ Հայաստան կոչողներն են։ Բայց նաև ինչն է չափազանց կարևոր, որ այդ փաստաթղթում չկար որևէ մի դրույթ, որ պետք է Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների օրակարգ ծնվի, Այսինքն ամեն ինչի հետ օքեյ են, սահմանադրություն չենք փոխելու։ կամ որևէ մի հարյուրավոր կամ հազարավոր կամ այլ քանակի ադրբեջանցիների բնակեցման հարց լինի։ Մենք խոսում ենք նրա մասին, որ ուժեղ Հայաստանում նվաստացված վիճակը պետք է թողնվի անցյալում եւ գնանք իրապես ուժեղ խաղաղության։ Շնորհակալ։ Մի խոսքով, կարող ենք արդեն իմանալ ինչ է ուզում Պուտինը։ Պուտինին առանձնապես հետաքրքիր չի ադրբեջանցիների մուտքն ու սահմանադրության փոփոխությունը։ Պուտինին պետք է այն ամեն ինչը մնա, ինչ որ արդեն Նիկոլ Փաշինյանը ապահովել է, պլյուս միջանցքը։ Մենք դա արդեն լսել ենք ինչ որ մեկից։ Եթե հիշում եք, մենք դրա մասին արդեն խոսացել ենք, ասի, այ հիմա ինչ որ ինքը խոսում է, հիմա տեխնացուի անուն չեմ հիշում, այ հիմա ասից ինչ որ խոսում է, սա այնա ինչ որ Ռուսաստանն է ուզում։ Սա կրկնեց ուժեղ Հայաստանի տեխնացուն։ Գնանք առաջ։ Շնորհակալություն Հայաստանի Շնորհապետական Կուսակցություն Արտակ Փայտյան։ Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը հարգում է ստանձնած պարտավորությունները, սակայն որպես ռազմավարական նպատակ պետք է դնենք Արցախի միացումը Հայաստանին։ Ստանձնում է ինչ պարտավորվածություններ։ Պետք է մանրամասնեք այդ ինչ պարտավորվածություններ ունի Հայաստանը։ Դա լսենք էլի։ Քան էլ որ դրանք հաճախ լինեն հարկադրված։ Միաժամանակ մենք մեկի փաստաթղթություն, որ կամ բարեփոխում, որ ուժպես ստանձնած պարտավորությունները, սակայն որպես տակությունը հարգում է ստանձնած պարտավորությունները։ Ես կուզենայի Գուրգեն Սիմոնյանից լսեի այս Փայտյանը, այս ինչ պարտավորվածությունների մասին է խոսում։ Այդ որ պարտավորվածությունների մասին է խոսում։ Հայաստանին։ Դրան հասնելով ռազմավարական նպատակ պետք է դնենք Արցախի միացումը Հայաստանին։ Դրան հասնելով քայլ առ քայլ արցախցիների բնական իրավունքների հարցը բարձրացնելով, իրենց հողում ազատ ապրելու իրավունքի հարցը բարձրացնելով։ Եթե Ադրբեջանը կհամաձայնվի, որ արցախցի մեր հայրենակիցները ապրեն իրենց հողում առանց զորակոչվելու, այդ դեպքում պայմանագրի դրույթները կարող է քննարկման առարկա լինել։ Ես նկատի ունեմ անջատում հանուն փրկության Կոսովոյի օրինակով եւ օգտագործելով այս հարթակը կամ ընկերը չի կարողանում միտքը ձևակերպի։ Այն ինչ նշանակում, եթե դուք ձեր նպատակը Արցախը Հայաստանի միացնել, այդ դեպքում ինչ կարևոր է Ալիևի կարծիքը ստեղ։ Ինչ կարևոր է Ալիևի կարծիքը արցախցիների ադրբեջանական բանակում պետք է ծառայեն, թե չէ։ Այսինքն դուք համաձայն եք, որ արցախցիները գնան այնտեղ Ադրբեջանի կազմում, խնդիրն այն է, որ պետք է քննարկեք արցախցիները ծառայելու են բանակում, թե չէ։ Այդ դեպքում մյուսն է կոնֆլիկտի մեջ մտնում Արցախ, այդ դեպքում ոնց է դառնում Հայաստան։ Ես այս բացատրությունը կուզենայի լսեի։ Կամ նույնիսկ եմ կրկնում, կամ ընկերը չի կարողանում գրածը կարդա, մտքերը ձևակերպի, կամ սա ուղղակի մոլորեցնող է։ Ես չեմ ուզում շտապ ենթադրություններ անեմ, բայց ամենակարևոր հարցը չեմ իջեց։ Միանում է այդ ստորագրելու թե չէ, ինչքանով հասկացա, այո, որովհետև փաստորեն ընկերները վերցնում են Փաշինյան Նիկոլի վերցած պատասխանատվությունները։ Նույնիսկ կրկնեմ, Փաշինյան Նիկոլի որևէ պատասխանատվություն վերցրած չի եղել օրենքի շրջանակներում,
չի հաստատվել խորհրդարանով ոչ մի նախաստորագրված փաստաթուղթ, ոչ մի, ոչ նոյեմբերի 9, ոչ օգոստոսի 8, ոչ մի, այսինքն իրավական չկա անես մի հատ փաստաթուղթ, որը Հայաստանը ստորագրել է ու անգելամիատան էս փոս, որտեղից ստիպված մեկսես դուրս գալու տեղ չունեք, պետք է հաշվի նստենք դրա հետ։ Ամենամեծ փոսը, որ ստական կգցել է, Արցախը հայերից դատարկել է։ Սա է ամենամեծ փոսը։ Եվ ընկերներս ինչ են ուզում իրենց վրա վերցնել։ Շնորհակալություն լսենք։ Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել քաղբանտարկյալ Արտուր Օսիպյանին եւ մնացած քաղբանտարկյալներին, Վարուժան Ավետիսյանին, Վարդան Ղուկասյանին, Դոկ կուսակցությունից Միքայել Սրբազանին եւ կուսակցության անունից խնդրում եմ Արտուր Օսիպյանին դադարեցնել հացադուլը, որպեսզի չվնասի իր առողջությունը։ Շնորհակալություն։ Ռեֆորմիստական նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն Հակոբ Կարապետյան խնդրեմ։ Շնորհակալություն, ողջունում եմ քննարկման մասնակիցներին եւ քննարկումը կազմակերպողներին։ Սիրելի հայրենակիցներ, նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունը ղեկավարում է Հայկ Մարությանը, սոցիալ-դեմոկրատական եվրոպական ինտեգրացիային միտված կուսակցություն ենք եւ մենք թերևս միակ կամ այն քիչ ընդդիմադիր կուսակցություններից ենք, որ 25 թվականի օգոստոսի 8-ից հետո անմիջապես եւ աներկբայորեն դրական կերպով նշել ենք Վաշինգտոնյան համաձայնագրերի կնքումը։ Մենք արձանագրում ենք, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած թիմի հախուռն անհետեւողական արկածախնդիր եւ հանցագործ քաղաքականության հետևանքով Ադրբեջանի հետ հարաբերություններում Արցախյան հակամարտությանը վերաբերող հարցերում տեղի են ունեցել անդառնալի փոփոխություններ եւ ելնելով այդ իրողություններից մենք ընդունում ենք, որ պետք է արևմտյան գործընկերների աջակցությամբ ձեռք բերված խաղաղությունը տանել առաջ եւ ստորագրել պայմանագիրը առանց նախապայմանների, մասնավորապես մենք բացառում ենք սահմանադրության որևէ փոփոխություն այդ նպատակով։ Խոսենք ամփոփել։ Փաշինյան ուրախ են օգոստոսի 8-ի այդ նախաստորագրված պայմանագրի հետ, ափսոսում են Արցախի համար, ասում են դա իրանց մեղքն է ու դրանով ավարտվում է։ Ասել է թե ոչ մի բանով այն Հայաստանից, այդ ուժեղ տղեկից, ուժեղ Հայաստանից չեն տարբերվում։ Ոչ մի բանով։ Ասենք հաջորդին։ Շնորհակալություն, ես կրկնեմ հարցը, նախաստորագրված խաղաղության պայմանագիրը գրել իշխանության ինչ եք պատրաստվում անել։ Պարոն Դրմեյան, խնդրեմ միասնության թևեր կուսակցություն։ Կոչով դիմում եմ հայ ժողովրդին։ Հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս եւ փողի ու փորի փոխարեն ընտրեք արժանապատվությունը։ Միասնության թևերը հանդես է գալիս քվեաթերթիկ համար 6-ով։ Լավ։ Ձեր հնչեցրած հարցը այսօրվա գործող իշխանության ջրաղացին լցվող ջուր է։ Որովհետեւ անկախություն, որովհետեւ խաղաղությունը այլընտրանք չունի։ Խաղաղությունը այլընտրանք չունի, բայց խաղաղության չպետք է հասնել ամեն գնով։ Այս վատ բանակցված փաստաթղթի վերաբերյալ մեր ուժի վարչապետի տեխնացու Արման Թաթոյան հայտարարել է. մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե Ադրբեջանը այն ստորագրի։ Ցավոք սրտի, եւ 23 եւ 24 թվականներին մենք փորձ ունենք, երբ Ադրբեջանը խաբում է, չի ստորագրում որևէ պարտավորություն, ստորագրման դեպքում զերծ է մնում դրանք իրագործելուց։ Մենք վստահ ենք, որ Ադրբեջանը չի ստորագրել այս փաստաթուղթը, քանի դեռ մինչև վերջին կաթիլը չի քամել Հայաստանի Հանրապետության անկախությունը, հայ ժողովրդի արժանապատվությունը եւ հայկական պետականությունը։ Փորձենք հասկանալ ինչ ասեց, փաստորեն իրանք ուզում են, ուղղակի իրանք վախենում են, որ Ալիևը չի ստորագրել փաստաթուղթը։ Էլի հերթական տեխնացում ոչ մի խնդիր չունի դրա հետ։ Ուղղակի նույնիսկ իրանք մտահոգություն ունեն, մտավախություն է, որ Ալիևը այս անգամ չի ստորագրել։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն Սուրեն Սուրենյանց խնդրեմ։ Շնորհակալություն, մենք բազմիցս այդտվում ես հրապարակավ հայտարարել ենք, որ իշխանության գալու պարագայում չենք չեղարկելու այն միջազգային պարտավորությունները, որ ստանձնել է Հայաստանը։ Իսկ ինչ եղած։ Կարծեմ քաղաքագետ է ներկայանում Սուրեն Սուրենյանցը։ Հայաստանում փաստորեն քաղաքագետ կա, որ նախաստորագրված թղթի կտորը համարում է միջազգային պայմանագիր։ Դե Բարգավաճի տեխնացում հազիվ էսքան ձգել է։ Ոնց բացատրենք այս բազմափորձ մտքի գիգանտներին, որ նախաստորագրված թղթի կտորը, որ իրենք էլ են ասում, սա թղթի կտոր է։ Ալիևն էլ ասում թղթի կտոր է։ Թրամփն էլ ասում թղթի կտոր է, բայց չգիտես ինչի, Սուրեն Սուրենյանցի համար սա սուրբ կով է, ու ինքը ընդդիմադիր է։ Ու ինքը չի պատրաստում դա։ Չեղարկեմ, գիտեք ինչի։ Ես եմ կրկնում, սա պետքա Պուտինին։ Համաձայնվեցված է։ Որտեղ Նիկոլը առանց Դաբրոյի չէր թռնելու օգոտմանը Վաշինգտոն։ Ինքն էլ ասեց. Քո թույլտվությամբ գնացել եմ, եկել եմ արդյունքին եմ ասել, քեզ զեկուցել եմ։ Մենք էլ ասում, չէ, ախպետ ջան, ոնց։ Նիկոլ ով աստ է, դինդերից է գալի։
Միջազգային պայմանագիր է դա արդեն, վերջ։ Իրենք չեն պատրաստվում, ոչ մի բան չեղարկել։ Զգում եք, որտեղից ավ քամին փչում բոլորի մոտ։ Ըստ այդմ ռևիզիայի վերաբանակցելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Վերջ, չկա ռևիզիայի։ Ոնց ասել է Պուտինը, դա չի քննարկել։ Առնվազն պետք է լինել արկածախնդիր Այո։ Նիկոլ Փաշինյան, որպեսզի զրոյական կետից բանակցային գործընթաց սկսելով լեգիտիմացնել Ադրբեջանի պատերազմելու իրավունքը։ Լսեցիք։ Այսինքն, եթե Փաշինյան Նիկոլը ստորագրված լիներ, որ Հայաստանը ամբողջապես հանձնում է թուրքերին, արկածախնդրություններ լինելու զրոյական կետից ինչ-որ մի բան սկսեն փոխել, որպեսզի Ադրբեջանին հնարավորություն չտա լեգիտիմ, այլ բառերը լսեք, լեգիտիմ պատերազմ սկսելու հնարավորություն։ Նստիր երկու։ Երկրորդ, մենք նաև ասել ենք, որ Ադասի նստի Գիզ բալանսի պայմաններում, եթե չկան միջազգային երաշխիքներ եւ երաշխավորների ինստիտուտ, շարունակական են լինելու Ալիևի պահանջները եւ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Այսինքն միջազգային երաշխավորների ինստիտուտը շատ կարեւորում ենք, այ պարոն Վարդապետյանի ասածը բացառելու համար։ Վարդևանյանի պարոն Վարդևանյանի, որ եթե չկան միջազգային երաշխավորներ եւ երաշխիքներ, Ադրբեջանը շարունակական պահանջներ է դնելու։ Ինչպես տեսնում ենք, լրիվ նույնն են կրկնում, միջազգային երաշխիքներ, դե արեք իրար գուշակենք։ Ով ալիներու այդ միջազգային երաշխիքը։ Մեկ հնարավորություն ունենք, որը հիմա չի երևում, չի մասնակցում այս բանակցություններին։ Ով ալինելու։ Այո, ով որ պահանջում է, որ այդ ճանապարհը պետք է FSB-ի վերահսկողության տակ աշխատի։ Վերջ, միջազգային երաշխիք, բա ոնց։ Ռուսաստանը։ Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցություն Գևորգ Սաֆարյան, խնդրեմ։ Ես պիտի խնդրեմ, որ մի պահ կանգնեցնեք հաշվիչը ժամանակի, որովհետև ասելիքս պատասխան ինչի վերաբերվում։ Ես նախ եւ առաջ ուզում եմ ներողություն խնդրել բոլորիս, բայց չկանգնեց բանը։ Ձեր ժամանակը 1 րոպե, պարոն Սաֆարյան։ Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլորից, ես ժամանակ առ ժամանակ եթե նստեմ, դա կապվածային ոտքի հետ կապված առողջական խնդիրների հետ եւ չդիտարկեք դա որպես անարգալից վերաբերմունք։ Սա հասկանալի է, վերաբերեք պարոն Սաֆարյանի ժամանակը, որովհետև տեխնիկական բնույթի տեխնիկական բնույթի հարցեր։ Ինչ վերաբերվում է հարցին, ապա պետք է նշել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև որևիցե տեսակի պայմանագիր չի կնքվել։ Ինչ վերաբերվում է այսպես կոչված նախաստորագրված փաստաթղթին, պետք է տեղեկացնենք մեր հայրենակիցներին, որ այդ փաստաթղթով Հայաստանը հրաժարվում է Արցախի նկատմամբ իր իրավունքներից, հաստատում է թուրքական զորքը Սյունիքի պարանոցին, ադրբեջանցիները արդեն Գեղարքունիքում ստեղծում են պլացդարմ Սևանալիճը գրավելու նպատակով, խոսում են այն մասին, որ դա Սևանալիճ չի, այլ Գյոլչա է, եւ այսպիսի համաձայնագիրը ուղղակիորեն վտանգում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի գոյությունը։ Ադրբեջանը որևիցե շանս բաց չի թողնելու միջազգային իրավիճակի թույլ տալու դեպքում, ներխուժելու է Սյունիք, ներխուժելու է Գեղարքունիք, եւ մենք երբեք Հայաստանի եւ հայ ժողովրդի գոյությունը վտանգի տակ չենք դնի եւ չենք ստորագրի նման համաձայնագիր։ Այս են պատասխանը, ոստեղ չես կարող տանել ես կոմ, բերել ես կոմ։ Հստակ է, որտեղ այնտեղ չկա Արցախի հարց, կա զորքերի դուրս բերում, ու չենք ստորագրում։ Մեկ-մեկ որ ուզում ենք հասկանանք Պուտինը ինչ է ասում, պետք է լսել իր արբանյակներն ինչ են խոսում, եւ հանրագումարից հասկանալ որն է իրենց խոսույթի մեջ ընդհանուր է։ Գնանք առաջ։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցություն Վարդան Խաչատրյան, խնդրեմ։ Հարգելի հայրենակիցներ, առաջին հերթին ես ցանկանամ նշել, որ ներկայիս աշխարհը շատ հարաբերական է եւ պատկերացնել, որ մենք ունենք ինչ որ կոշտ երաշխիքներ, որ որևէ խաղաղության պայմանագիր կարող է գոյատևել, չափից ավելի երազկոտ մի երևույթ է։ Ինչու, որովհետեւ աշխարհաքաղաքական շահերով մենք հակադրված ենք, ինչպես Ադրբեջանին, նույնպես եւ Թուրքիային, բայց ինձ այստեղ ուզում է նաեւ այն հանգամանքը, որ մենք բարբերաբար նշում ենք, որ Ալիևը կհարցակվի մեր վրա, Ալիևը ես խնդրում եմ հաշվի առնենք, որ Ալիևը այնպիսի գործիչ չի, որ ինքը ավտոնոմ որոշում է, ինքը հարձակվի, թե ինքը չհարձակվի։ Մեր կրած պարտությունը, որի արդյունքն է լինելու այդ պայմանագիրը, ըստ էության հետևանքն է մեր դեմ կոալիցիոն արշավանքի հետևում եղել են եւ Թուրքիան, եւ Ադրբեջանը, եւ եղել է սիրիական վարձկանների բազմություն, եղել է ով ասեք, եւ եթե երևի ճիշտ կներ, որ մենք մոդելի վրա քննարկեինք, թե ինչ մոդել ենք ուզում։ Հայ ազգային կոնգրեսը
Ես չլսեցի պատասխանը այո կամ ոչ։ Ոչ այո էր, ոչ հստակ ոչ։ Ստեղծեց հարցակման հետևում ովքեր են կանգնած, այն էլ ոչ ամբողջական ցուցակը։ Բայց ստորագրելու եք թե չէ։ Դժվար է պարզման ասել։ Ամեն դեպքում թողենք ինչ որ կա։ Գնանք առաջ։ Ես չեմ ուզում ձեր փոխարեն։ Դուք զգացեք, ձեզ համոզիչ է դες պատասխանը, ձեր այո էր թե ոչ է դեսի։ Իմ համար առնվազն հասկանալի չի, մեղմ եմ ասում։ Կուսակցություն Ավետի Սավակյան, խնդրեմ։ Բարև ձեզ ելի այլնակիցներ, ես ներկայացնում եմ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը 10-րդ համարի քվեաթերթիկով ենք մենք մասնակցում, պարոն Վալերյանը վրիպեց երևի նշել մեր համարը։ Ինչ վերաբերվում է բուն հարցին, ես պիտի ասեմ, որ խաղաղության պայմանագիրը ըստ էության ընդունելի փաստաթուղթ է, մի մտահոգիչ կետ կա, կարծեմ 8-րդ կետն է, որը վերաբերում է անհանրությունների ներսում կարող է առնչություն ունենալ նաև խոսքի ազատության եւ այլ սահմանափակումների, դա կարող է ինչ-որ լարվածությունների կամ կոնֆլիկտների առիթ հանդիսանալ հետագայում, հուսով ենք դա կարելի է կարգավորել։ Ես իմ ելույթում փորձեմ փաստերի, հրապարակված փաստաթղթերի եւ հայտարարությունների իման վրա ցույց տալ, թե ինչու ԿՊ-ին պետք է հեռացնել իշխանությունից այս ընտրություններին։ Շնորհակալություն։ Լավ, ուղղակի անձնանագնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հակը խնդիր չուներ պայմանագրի։ Հա։ Իրանք պատրաստ են, որովհետև ասում եմ, նույն տեղից է գալի հրամանը։ Ստորագրում եք ու վերջ։ Հանրապետություն կուսակցություն Անահիտ Ադամյան խնդրեմ տիկին Ադամյան։ Շնորհակալ եմ եւ բարի երեկո։ Հանրապետությունը իշխանության գալու դեպքում միանշանակ ստորագրելու է խաղաղության համաձայնագիրը։ Հիշեցնեմ ձեզ, որ օգոստոսի 8-ին ոչ միայն խաղաղության համաձայնագիրը նախ ստորագրվել, այլև ստորագրվել է Տրիբի համաձայնագիրը, այլև ստորագրվել են հուշագրեր։ Եվ ես կարծում եմ, որ այդ հուշագրերն ու այդ համաձայնագրերը ամրակայում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, երաշխիք Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման։ Եվ հրաժարվել խաղաղության համաձայնագրից մեխանիկորեն նշանակում է Հայաստանի Հանրապետությունը դնել վտանգի տակ, մեխանիկորեն նշանակում է Հայաստանի Հանրապետությունը խրել պատերազմի ճահճուտը։ Մենք սխալվելու լիմիտը սպառել ենք։ Ընտրարշավը ապացուցեց, որ մեզ առաջարկում են ոչ թե խորհրդարան, այլ խառնարան։ Եվ կարծում եմ, որ հարցերի ընթացքում մենք կպարզենք նաև այդ խնդիրները։ Լավ, արձանագրեցինք Արամ Սարգսյանը Վազգենի քուրը ինչ ասում։ Դե բնականաբար ինչ որ Նիկոլա։ Շնորհակալություն։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն Գագիկ Հարությունյան։ Բարի երեկո։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը համոզված է, որ խաղաղության նախաստորագրված պայմանագիրը միանշանակ պետք է իր վերջնական ստորագրման արժանանա, որպես երաշխավոր դիտարկում ենք մեր ժողովրդին, նրա անդու։ Մի խոսքով։ Այսա Շիրիմյանն է, բնականաբար ինքը պետք է նույնը կրկնել։ Գնանք առանց լավես, Ադրբեջանը հետաքրքիր։ Սիրելի ժողովուրդ, նախև առաջ ցանկանում եմ հայցել ձեր ներողությունը երեկվա բանավեճի թատերական ներկայացման համար, հիմա հարցը պատասխան ըստ էության։ Խաղաղության պայմանագիրը կնքելու համար մեր խորին համոզմամբ անհրաժեշտ է, որպեսզի աշխարհաքաղաքական կենտրոնների բացարձակ կոնսենսուս լինի, որոնք կերաշխավորեն այդ խաղաղության պայմանագրի ի կատարածումը, սակայն միջազգային իրավունքի տեսակետից պետք է նկատենք, որ ցանկացած պայմանագիր չի կարող կնքվել ուժի սպառնալիքի ներքո, եւ երկրորդը խաղաղության պայմանագիրը կարծում ենք, որ դա անիրատեսական է, քանզի բոլորը շատ լավ գիտեք, որ Ադրբեջանի կողմից դրված է պայման մեր երկրի սահմանադրությունը փոխել, դրանից հանելով անկախության հռչակագրի հղումը, իսկ մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը իմաստուն է եւ չի հրաժարվի իր ինքնությունից եւ հետեւաբար այդ պայմանագիրը չի ստորագրվի Ադրբեջանի կողմից։ Սուրե Պետրոսյանի կուսակցությունը Պարտիկ ասացին, որ ուժի պարտադեպքի տակ պայմանագրեր չեն լինում, հա, իր առաջարկած կետերը չի լինելու, հետևաբար չի լինելու եւ պայմանագիր։ Շնորհակալություն, ես եւս մեկ անգամ հարցը հիշեցնեմ, ինչ եք պատրաստվում անել խաղաղության նախաստորագրված համաձայնագրի հետ։ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն Լևոն Բաղդասարյան։ Նախ արձանագրեմ, որ այսօր այստեղ այս ժամին այստեղում պետք է լիներ դուք կուսակցության պատգամավորի տեխնացում լեգենդար Սեֆովաս ստորաբաժանման հրամանատար Սերոբ Գասպարյան անձ, ով գտնվում է կալանքի տակ, եւ օրենք ուսանված կարգով 2-3 օր առաջ արդեն իսկ միջնորդություններ արվել, մինչեւ հիմա դատանը խորհրդակցական սենյակում է կարծես եւ մտածում է թողնի թե չթողնի, դա իմիջիալոց։ Հայաստանի խաղաղությունը չի կարող կառուցվել վախի, զիջման, ծնկած դիվանագիտության վրա։ Խաղաղություն ուզում է նա, ով ունի ուժեղ բանակ, ամուր պետություն, պաշտպանված սահման եւ ազգային արժանապատվություն։ Թույլ պետության խաղաղությունը խնդրանքի, ուժեղ պետության խաղաղությունը պայման։
Այո, մենք խաղաղություն ենք ուզում, մենք անվտանգություն ենք ուզում, բայց ոչ վախի պետություն։ Մենք ուզում ենք Հայաստան, որտեղ սահմանը պաշտպանված է, զինվորը հարգված, բանակը հզոր, պաշտոնյան պատասխանատու, իսկ ժողովուրդը արժանապատիվ։ Վարչապետի տեխնատու Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ կառուցվել է պետություն, որի հետ չեն խաղում, որի չեն սպառնում, որին չեն թելադրում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Արարատ Միրզոյան, խնդրեմ պարոն Միրզոյան։ Լավ ճարեր։ Պարոն։ Լավ։ Հա, սիրել։ Բայց ի՞նչ եք անել այդ պայմանագրի հետ։ Դժվար էր այո կամ ոչ ասել։ Որ մենք էլ իմանայինք։ Ում է պետք է ճառը։ Լավ ճառեր, հա, բայց դիտե եղնել է ճառը կարգան։ Հիմա որովհետև այս չասելուց այո կամ ոչը չասելուց դուք ստեղծում եք մի իրավիճակ, ինչպես մնացածը, որ այո կամ ոչ չեն ասում, ստեղծում եք մի իրավիճակ, որ թույլ են տալի մնացածը, ինչ ուզեն մտածեն։ Հետո պետք է ինգնեք, հատ, ասեք, չէ, ես դες բան չեմ ասել։ Բայց չես ասել ընդհանրապես ոչ մի բան։ Լավ ճառեր, բայց դու դատարանում չես։ Քեզ հարց են տվել, կոնկրետ դու ես հիմա պատասխանող է։ Ես իրատեղը չեմ կարող ասեմ, այո, թե ոչ։ Դուք լսեցիք, դուք եզրակացություն արեք։ Դե Արարատ Միրզոյանի լսելու իմաստ չկա։ Շնորհակալ եմ ուղղված դեր հարցը։ Պարոն Միրզոյանի, չեմ կարող առիթը բաց թողնել եւ շատերիս հետաքրքրող հարց։ Շնորհակալություն Հայաստան կուսակցությունների դաշին Քրիստինե Վարդանյան։ Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորին։ Մենք պատրաստվում ենք ձեզ համար ապահովել խաղաղություն, իրական խաղաղություն։ Ինչպես դա եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, որոնք եղել են միակ կառավարման տարիները, երբ պատերազմ չենք ունեցել։ Խաղաղությունը բազմակոմպոնենտ է եւ միայն հարաբերությունների կարգավորման փաստաթղթով պայմանավորված չի, թե բանակն է, բանակցություններն են, դաշնակիցներն են։ Ինչ վերաբերում է նախաստորագրած փաստաթղթին, մենք այն պատրաստվում ենք համալրել երաշխավորների ինստիտուտով, որովհետեւ խաղաղությունը չի կարող կախված լինել մեկ անձի կամքից։ Այս դեպքում այդ մեկ անձը Իլհամ Ալիևն է։ Ես ուզում եմ նաև շատ հստակ ասել, թե մենք ինչ երբեք չենք անելու ի տարբերություն քաղաքացիական պայմանագրի։ Մենք երբեք Հայաստանի մայր օրենքը չենք փոխելու Ադրբեջանի պատկերացումով եւ Ադրբեջանի պահանջով։ Եվ որպես ռեպլիկ ուզում եմ ուղղակի որ դուք մի խոսքով ինչքան հասկացաք, նույնը ինչ որ բարգավաճն է, նույնը դրանից առաջ մնացածն է։ Այո, ստուդակներ են, բայց ոչ միայն մեկ երաշխավորի պարագայում, բայց այդ երաշխավորը Ալիևը չէ։ Այդ երաշխավորը հանդես գալի Թրամփը, Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնիսկ չէ։ Բերում են, հասունացնում են, այ որ Պուտինը գա կանգնի այնտեղ, դա կլինի երաշխիք, ու մենք նոր դա կստորագրենք։ Լսում ենք։ Լուստրացիա։ Դուք իմանաք, Ադրբեջանը Արարատ Միրզոյանի բանակցած փաստաթղթով։ Հիմա լսենք Փաշինյանի մյուս զապասմակ դիշկի ձայնը։ Բարի երեկո, հարգարժան քաղաքացիներ, հանուն հանրապետության կուսակցությունը սկզբունքորեն կողմ է օր առաջ նախաստորագրված պայմանագիրը, Ուրիշ ինչ կարելի է սպասել Նիկոլի Եվրոդետոններից։ Տեսնենք ինչ ասում պարոն Կարպիս Փաշոյանը։ Բարի երեկո, Լուսավոր Հայաստանի մոտեցումը շատ հստակ է։ Մենք այդ համաձայնագիրը չենք համարում խաղաղության համաձայնագիր, ընդհակառակը դա կեղծ խաղաղության համաձայնագիր է, եւ մենք պատրաստվում ենք վերաբանակցել, եւ Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչը որոշ չի եղել, այս իշխանությունը արդեն իսկ կանոն սարել, որ պետք է տարածքներ անձնի Ադրբեջանին, եւ մենք վճռական կերպով մերժում ենք Միջանցքի գաղափարը, ունենալով այն համոզմունքը, որ չկա Ղարաբաղ, չի կարող լինել նաեւ Միջանցք։ Եվ նաև ուզում ենք տեղեկացնել, որ այն իշխանությունը, որը կստորագրի այդ համաձայնագիրը, կեղծ խաղաղության պատասխանատվության է ենթարկվելու։ Այ քեզ սուտիս, իմ համար։ Էդմոն Մալքյանից ես սպասում եմ։ Պետք է ասեմ երկու բանախոսներ, Գևորգ Գեորգիսյանն էլ, Կարպիս Փաշոյանն էլ, ուղղված Էդմոն Մալքյանի կողմից, ինձ այսօր անակնկալ են մատուցել։ Ոչ թե ես իրանց որպես անհատ խնդիր ունեմ, չէ, ուղղակի ոչ ես գիտեմ իրանք ում են ներկայացնում, ես դա էր իմ համար անակնկալ։ Դա բավարի լավ անակնկալ։ Ուղղակի ես չեմ կարողանում պատկերացնել Էդմոն Մալքյանի դրա գլխի։ Ու այս հայտարարություններից հետո Արարատ Միրզոյանը գժվել էր, ասում էր ոնց թե, քանի իմ մոտ դու Կարպիս Փաշոյան, Էդմոն Մալքյանը աշխատում եք, այս ամեն ինչը լավ էր, հա, հենց աշխատանքից հեռացաք կամ հեռացեցին, ձեր համար դարձավ այս ամեն ինչը լավ։ Այսպեսի խոսակցություններ էլ կային, նաև այդպես այստեղ։ Եվ այսպես հարգելի հետևորդներ, ցույց տվեցի կոնկրետ փաստի վրա, կոնկրետ կարծիքի վրա, առանց ավել մեկնաբանությունների, որտեղ հստակ էր, որտեղ լղոզված էր, որտեղ կարիք կար մեկնաբանությունների, որտեղ հստակ էր պատասխանը, որ չենք ստորագրելու։
Վերջ։ Հա։ Իսկ թվում է ինչ որ չափով արդեն ձեզ օգնեց, թե որ ուժերն են, որ համալում են Թրամփի հետ Զանգեզուրի միջանցքը կործանալ Հայաստանի համար։ Այ եթե ես ուղղակի մտովի գնամ, դե դեմն ասեց մենք բան չենք սովորակրում, մեր նորընտրությունները իրան չեմ հաշվում, դեռ գալիս է Գևորգ Սաֆարյան, հետո գալիս է Սուրենա Պետրոսյան, Կապիսը Փաշոյան, որ ասես չէ, ախ, հուսով եմ չեմ մոռացել, որ հստակ ասես չէ։ Մնացածը երաշխիքներ են փնտրում, հասկանալի է այդ երաշխիքնովը, այն մյուս մասերն էլ ուղղակի այնքան լղոզած է, որ ես նույնիսկ չեմ ուզում մեղք վերցնեմ, վերես ասեմ այո, ինչպես ասեք շնորհապետականին է, ասենք ոնց ընդհանրապես պարշի ինչ էր ուզում, այսինքն այն ինչ որ պարզ էր, դա վատ էր։ Էդի sense լիքը բացատրելու կարիք ունի, որ ես ասեմ ոչինչ, բայց այն ինչ որ ես հասկացա, անընդունելի է։ Գնահատական։